ընդամենը երևի Այս պահին մեր փաստաբանների խումբը Զարուհի Փոստանջյանը, ազգային ժողովի պատգամավոր եւ ես Ռաֆի Հովհաննիսյանի շտաբի խոսնակը բերել ենք դիմումը Սահմանադրական դատարան, որով պահանջելու ենք, որպեսզի վավեր ճանաչվեն ժողովրդի հաղթանակը եւ Ռաֆի Հովհաննիսյանի ընտրությունը որպես Հայաստանի Հանրապետության նախագահ։ Բազմաթիվ խախտումներ կան, սկսված ընտրակեղծիքներից վերջացրած իրավական հիմնավորումներով, այդ թվում նրանով, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդպես էլ մեր դիմումը մերժեց, կապած այն բանի հետ, որ պետք է այդ պաստառների, շտաբների հետ կապած մեր հաշվարկ կատարել եւ տեսնել արդյոք այդ գումարները գերազանցում են 110 միլիոնը, թե չէ, այդտեղ լուրջ խնդիր կա իրավական, միջազգային դիտորդներն են հատկապես այդ խնդրի վրա ուշադրություն դարձրել։ Ուրեմն քանի որ կան բոլոր իրավական հիմքերը եւ Ռաֆի Հովհաննիսյանն էլ հայտարարել է, որ նա իրավական ճանապարհով է պայքարելու նաեւ, այսինքն քաղաքական ճանապարհին զուգորդվող ուղի է սա չի փոխարինում քաղաքական պայքարին, բնականաբար, բայց սա նաև հնարավորություն է, շանս է Սահմանադրական դատարանի համար որպես ինստիտուտի կայանալու եւ նաև Սահմանադրական դատարանի անդամների համար անուն առանուն, ես հիմա չթվարկեմ, որպեսզի մաքրեն իրենց վրայից այն նախորդ անգամների լեգիտիմացումը կեղծված ընտրությունների, որը իրենց վրա միջև օրս մնացել է։ Սահմանադրական դատարանի նախագահի գլխավորությամբ։ Հանրապետականի կոչը չեք ընդունում, որ հանրահավաքները զուգահեռ դադարեցվեն։ Որ ես նորից եմ կրկնում, քաղաքական պայքարը շարունակվելու է եւ Սահմանադրական դատարան դիմելը չի փոխարինելու քաղաքական պայքարին։ Իրավական ճանապարհը ընթանալու է զուգահեռ։ Եվ սա ընդամենը ոչ միայն վիճարկումն է ամսի 25-ի փետրվարի 25-ի ԿՀ-ի 61A եւ 62A որոշումների, մեկը ամփոփման վերաբերյալ արդյունքների եւ մյուսը նախագահի ընտրության վերաբերյալ, այլ նաեւ սա ըստ էության մենք այս դիմումով պահանջում ենք, որպեսզի վավեր ճանաչվի ժողովրդի հաղթանակը, վավերացվի Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունը, Ռաֆի Հովհաննիսյանի ընտրությունը որպես Հայաստանի Հանրապետության նախագահ։